Սիրելի հայրենակիցներ, ձեզ խաբում են։ Այս նախագիծը ոչ թե եկամտների պատկերը ճշտելու նպատակ է հետապնդում, հավելյալ հարկեր մտցնելու նպատակ։ Ձեր կարծիքով կառավարությունը հետաքրքրասիրությունից դրդված է ուզում 300,000-ից ավել փոխանցումների մասին տեղեկություններ ստանա։ Ոչ, հաջորդը հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, հետո հարկվելու են գյուղատնտեսությամբ զբաղվողները։ Այս օրենքը բացարձակապես հայտարարագրման մշակույթի հետ կապ չունի, սոցիալական պաշտպանության հետ կապ չունի։ Սա քերելու մշակույթը ամրապնդելու միտված օրենք է։ Վարման կարգով Վահագն Ալեքսանյան։ Շնորհակալություն։ Սիրելի քաղաքացիներ, ընդդիմության նպատակը մեկն է, այնպես անել, որ հնարավորինս քիչ քաղաքացի կարողանա օգտվել այն սոցիալական կրեդիտներից, որոնք որ այս նախաձեռնության բերումով հնարավորություն են ստանալ մեր քաղաքացիները։ Այս պահի դրությամբ 12,000-ից ավել քաղաքացի ստացել է միջինում 90,000 դրամ հետ վերադարձ իր կատարած կրթական վճարներից, իր կատարած առողջապահական ապահովագրության գծով վճարներից եւ ընդդիմությունը ունի մի նպատակ, այնպես անել, որ այդ թիվը հնարավորինս քիչ մեծանա եւ հնարավորինս դանդաղ տեմպերով, որովհետեւ ընդդիմությունը ունի մի ցանկություն, այնպես անել, որ Հայաստանում դժգոհ քաղաքացիների քանակը լինի հնարավորինս շատ, իսկ գոհ քաղաքացիների քանակը հնարավորինս շատ։ Դիմեք հայտարարագրման ծառայության, հետ ստացեք սոցիալական կրեդիտը միջինում 90,000-ի, շատ դեպքերում 100,000 դրամի չափով եւ մի լսեք այն մարդկանց, ովքեր տարատեսակ դեսպանատներից ու գրասենյակներից գումար են ստանում եւ խիստ վախեր ունեն, որ այդ գումարը պետք է ինչ-որ մի ձև հայտարարագրեն։